Հավանաբար իշխանական պատվալներում գծված ժամկետանց հեղաշրջման պլանը, ինչու Փաշինյանը որոշեց գործի դնել հենց հիմա։ Հրապարակ օրաթերթի իշխանական աղբյուրները տեղեկացրել են, որ հեղաշրջման պլանը խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։ ՔՊԱ-ականների գաղտնազերծած փաստաթղթերի գործողությունների ժամանակահատվածը 2024 թվականն է, բայց այսպես ասած պետական հեղաշրջումը եւ ահաբեկչությունը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, Ես մեր եկեղեցու կողքին եմ։ Երբ Փաշինյանը կալանավորեց գործարար Սամվել Կարապետյանին։ Մենք ստեղ տենում ենք, որ բացահայտ ռեպրեսիաներ են գնում։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը եւ աշխարհի որոշ կենտրոնների առաջ չկմեղանալու համար Բագրատ Սրբազանի դեմ էլ քրեական արշավ սանձազերծեց, որ այս ամենը ներկայացնի ահաբեկչություն եմ կանխել քարոզչական սոուսի տակ։ Փաշինյանը տեսնում է, որ իր վարկանիշը շատ ցածր է հայասարության մեջ։ Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի պնդմամբ, որպեսզի 2026-ից հետո էլ մնա իշխանության, Փաշինյանը ցանկացած հոդված կգտնի ընդդիմախոսներին բանտարկելու համար։ Հիմա սպասում են խորհրդանական ընտրություններ, որոնցից կախված է լինելու իր ապագան։ Եվ հասկանալի է, որ նա փորձում է նա ցանկացած ուժեղ ֆիգուրայի մեջ, որը պոտենցիալ իրեն կարող է վտանգ ներկայացնել, փորձում է չեզոքացնել։ Այս գործողությունները Փաշինյանի իմ կարծիքով բերեցին լրիվ հակառակ էֆեկտին, որ նույնիսկ չուզենալով, կարող է չուզենալով էլ արդեն Սամվել Կարապետյանը ստիպված է ներու քաղաքականության մեջ ներգրավել։ Քաղաքագետը համոզված է Փաշինյանը ֆեյսբուքյան արդարադատությամբ ուսում է չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր առաջիկա ընտրապայքարում կարող են իրեն ձեռնոց նետել։ 30-ականներին այսպես հումոր կար Ստալինի ժամանակ լինի մարդ հոդվածը կգտնվի։ Մենք տեսանք թե Սամվել Կարապետյանի պարագայում, թե երեկվա դեպքերի հետ կապված, որ շատ իշկոպտագույն օրենքի խախտումներ էր, ինչպես է ուղղորդված արդարադատություն, ու հատկապես Սամվել Կարապետյանի դեպքում, որ բացահայտ վարչապետը ֆեյսբուքյան էջով հրանգներ տալիս իրավապահմանին։ Հայաստանի գործող իշխանությունը սևերի եւ սպիտակների է բաժանել հասարակությունը, հերոսներին, գեներալներին, գիտնականներին ամբողջ էլիտային դասել է սևերի շարքը։ Երևան կենտրոն քրեակատարողականից հայտարարել է բարերար Սամվել Կարապետյանը։ Նա նամակի 6-րդ մասում վստահեցրել է, որ շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը։ Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին, ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց հայրենիք։ Շատերին անձամբ եմ ճանաչում, եւ նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել։ Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերն սկսեցին պայքարել միմյանց դեմ, մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը եւ անում իր գործը։ Սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ են, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը։ Պայքարելու ենք։ Այսօր Քաղաքագետները նկատում են, որ հենց Փաշինյանի քայլերի արդյունքում Կարապետյանը քաղաքական հայտ ներկայացրեց։ արտիականացման վրա Ճիշտ է, 44-օրյա պատերազմից հետո հայ գործարարը միացավ Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջին, բայց վերջին տարիներին առանձնապես քաղաքական ակտիվություն չէր ցուցաբերում։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։